Ապօրինի կալանքի տակ գտնվող մեր ձևով ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան սոցիալական ցանցի էջում հրապարակվել է ծրագրային հոդված, որտեղ Սամվել Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ապագայի իր տեսլականը։ Ընդամենը մի քանի օրից կավարտվի 2025 թվականը, եւ մենք մուտք կգործենք Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության համար ճակատագրական տարի։ Պարզ է, որ 2026 թվականի հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները ճակատագրական հետևանքներ են ունենալու մեր որպես պետականություն ունեցող ազգի ապագայի վրա։ Ինչպիսին էլ այդ ապագան լինելու է, որոշել է ինքը հայ ժողովուրդը ասված է հայտարարությունում։ Սամվել Կարապետյանը 4 կետանոց այլընտրանք է առաջարկել գործող իշխանությունների վարած քաղաքականությանը։ Արժանի ու խելացին լավ դիրք է զբաղեցնելու պետական համակարգում անկախ իր ծառայություններից ու ունեցած փողի քանակից։ Նա ընդգծել է, որ պետք է անցյալում թողնել աղքատներ ունենալու փաստը։ Արտաքին հարաբերություններում Կարապետյանի խոսքերով Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություններ ունենալ որևէ հարևանի ու որևէ գերտերության հետ։ 4-րդ կետով Սամվել Կարապետյանը անդրադարձել է ազգային համախմբմանը, նշելով, որ կրկին պետք է դառնալ մեկ մեծ ընտանիք, որտեղ յուրաքանչյուրն իր գործով շենացնում է հայրենի տունը։ Գեղարքունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 24 տարեկան երիտասարդ մահացել է, հայտնում են ԶԼՄ-ները։ Ժամը 8:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Գագիկ-ն իր վարած Mazda Մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի եղևնիների եւ հայտնվել դաշտում։ Երիտասարդի դին մեքենայից դուրս են բերել փրկարարները, ասված է հաղորդագրությունում։ Ըստ լուրերի Գագիկ-ն ՊՆ ծառայող է։ Արցախյան քաղաքասարակության մի խումբ ներկայացուցիչներ բաց նամակ են հղել Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանայս եպիսկոպոս Աբրահամյանին փոխելու հարցը։ Նամակին միացած ՀԿ-ները, մտավորականներն ու տարբեր ոլորտների ներկայացուցիչները մտահոգիչ ու վիրավորական են համարում այն, որ Վրթանայ Սրբազանը խախտել է Սուրբ եկեղեցու օրենքները, փաստացի ըմբոստացել ազգընտիր եւ օծյալ ամենայն հայոց հայրապետի դեմ, ով մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել Արցախի եւ արցախահայության խնդիրները։ Մեզ համար անընդունելի է նաև այն, որ Վրթանայս եպիսկոպոս Աբրահամյանը, որը կոչված է պաշտպանելու իրեն հանձնված սրբություններն ու հավատավոր ժողովրդին, այդ կոչմանը հակընդդեմ գործողություններ է կատարում, նշված է նամակում։